Գյումրեցի Անդրանիկին, որը 23 տարի Արցախում է բնակվել, թույլ չեն տվել 2021-ին մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որովհետև 070 կոդով անձնագիր է ունեցել և հաշվառված է եղել Բերձորում։ Ուզեցել եմ մասնակցեմ, չեն թողել, որովհետև Արցախի 070 կոդ ունեի, իրավունք չունեի մասնակցելու։ Ընդհանրապես ցուցակում չենք եղել, մենք թաղի տեսու չէ, ոստիկանությունը ասեցին Արցախի անձնագրով իրավունք չունեք մասնակցելու։ Բայց կինը, որը Գյումրիից է ստացած եղել իր անձնագիրը, մասնակցել է ընտրություններին։ Այն դեպքում, երբ Անդրանիկի խոսքով իր հետ հաշվառված է եղել Արցախում։ Կինս մասնակցել է, եկել է Արցախից, մասնակցել է Հայաստանի ընտրություններին, որովհետև ստացել էր անձնագիրը Գյումրիից։ Իմ կինը հաշվառված էր Արցախում, բայց անձնագիրը Գյումրի էր։ Արցախի քաղաքացիները տարիներ շարունակ ստացել են Հայաստանի Հանրապետության անձնագրեր։ Ընտրական իրավունքի մասնագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով չի կարելի տարբերություն դնել Հայաստանի որևէ շրջանից ու Արցախից ստացած անձնագրերի միջև։ 070, 046, թե մեկ այլ կոդով հայկական անձնագրեր ունեցողները նույն իրավունքներն ունեն։ Դու կարող էիր Հայաստանից վերցնել, օրինակ Երևանից, Գյումրիից վերցնել, Ստեփանակերտից վերցնել եւ բոլոր անձնագրերը բոլոր դեպքերում հավասար իրավունքներ էին տալիս։ Ըստ Մխիթարյանի, այդ իրավունքի ուժով են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին 070 կոդով անձնագիր ունեցողները մասնակցել քվեարկությանը։ 2023 թվականին առանց օրենսդրական փոփոխության այդ իրավունքից զրկվել են արցախցիները։ Ինչ որ մեկի կամքով կամ քմահաճույքով այդքան մարդ 100,000-ից ավելի մարդ ըստ էության զրկվել է իր հիմնական քաղաքական իրավունքից, որն է ընտրություններին մասնակցել, ընտրելու եւ առավել եւս ընտրվելու իրավունքով։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետն էլ է հաստատում 2026-ին 2021-ի համեմատ ընտրական օրենսգրքում որևէ փոփոխություն չի եղել։ Ոչ, որևէ փոփոխություն չեմ կարող արձանագրել։ Բայց Նելի Դավթյանի խոսքով 2021-ի ընտրություններին բացառապես մասնակցել են Արցախում ապրող այն քաղաքացիները, որոնք ի սկզբանե Հայաստանի քաղաքացի են եղել։ Որ մենք արձանագրում ենք, որ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, այսինքն ունեցել է ի սկզբանե, որովհետև առաջին անձնագրավորումը եղել է Հայաստանի Հանրապետության այս չափորոշիչներին համապատասխանող անձը լիովին համընկնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության օրենքի չափորոշիչներին եւ համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ նախորդ ընտրություններին հանգիստ կարող էր մասնակցած լինել։ Այդուհանդերձ մի փոփոխություն տեղի ունեցել է 2021 թվականի ընտրություններից հետո։ 2023 թվականի հոկտեմբերին կառավարության 1864 որոշումով Արցախի կոդով անձնագիր ունեցող բռնի տեղահանվածներին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու գործընթացն է կարգավորվել։ Սահմանեց այն թիրախումբը, որը ստանում է ժամանակավոր պաշտպանություն եւ համարվում է փախստական, եւ հենց այդ թիրախմբի հետ ենք մենք հիմա աշխատում, որոնցից ընդունում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դիմումներ։ Բացատրում է, թե որ դեպքում բռնի տեղահանված արցախցիները հունիսի 7-ին կարող են մասնակցել քվեարկությանը։ Դա հնարավոր է, եթե ստացել են Հայաստանի քաղաքացիությունը վկայող անձնագիր եւ եթե Հայաստանում են հաշվառված։ Քաղաքացիությունը եթե շնորհվի եւ անձը անձնագրավորվի նույնիսկ ընտրություններին նախորդող վերջին աշխատանքային օրը, միևնույնն է կարող է մասնակցել ընտրություններին։ Ընտրական իրավունքի փորձագետը պնդում է, որևէ որոշում չի կարող զրկել 070 կոդով Հայաստանի անձնագիր ունեցող քաղաքացուն ընտրելու իրավունքից։ Ըստ Ատոմ Մխիթարյանի, դատական նախադեպ կա, քաղաքացիների միջև խտրականությունը անընդունելի է։ Արդեն դատական նախադեպ կա, որովհետև որը դատարանը չի կարող որևէ հիմնավորում բերել եւ տարբերակել Հայաստանի Հանրապետության առաջին կարգի քաղաքացի, որը իրավունք ունի մասնակցելու ընտրություններին, Հայաստանի Հանրապետության երկրորդ կարգի քաղաքացի, որը իրավունք չունի մասնակցելու։ Շատերը այս մասին չգիտեն։ Հերթ է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում։ Ամեն օր Արցախից բռնի տեղահանված տասնյակ քաղաքացիներ են դիմում Հայաստանի քաղաքացիության համար։ Անդրանիկը, որ 2020 թվականին է ընտանիքով Բերձորից Հայաստան վերադարձել, երբ պատերազմից հետո Քաշաթաղի շրջանը ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել, ասում է մի նպատակ ունի՝ ստանալ Հայաստանի քաղաքացիությունը հավաստող անձնագիր քվեարկությանը մասնակցելու համար։ Հիմա ստանալու եմ ես անձնագիր Հայաստանի քաղաքացիության, որ իրավունք ունեմ ընտրելու։ Մայիսի 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել 38745 արցախցի, նրանցից 12354-ը անչափահասներ են։
Լիլիթ Գասպարյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Առաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։